les frontières avec l'Azerbaïdjan, les frontières avec la Turquie. Մինչ Ֆրանսիայի նախագահն այսօր Երևանում Ադրբեջանին ու Թուրքիային կոչ էր անում բացել Հայաստանի հետ սահմանները, նույն Երևանյան երկխոսություն համաժողովին մասնակցող թուրք բանագնացը հրաժարվեց ասել, թե երբ կբացվի հայ-թուրքական սահմանը։ Երևանն ու Անկարան երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածությունը ձեռք են բերել դեռևս 4 տարի առաջ, որն այդպես էլ իրականություն չի դառնում։ Սահմանի բացման հարցը մենք այստեղ չենք քննարկել։ Որոշել ենք, որ երբ ճիշտ ժամանակը գա, երբ ձևակերպումները վերջնական տեսքի բերվեն, կբացենք սահմանը։ Ալիջանի անցակետի շինարարությունը գրեթե պատրաստ է, բայց կան որոշ հարցեր, որոնք պետք է ավարտին հասցվեն։ Այնտեղ մարդիկ պետք է նշանակվեն, ինտերնետ կապ պետք է հաստատվի, եւ այլն եւ այդպես շարունակ։ Only technical problems. Ըստ հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնաց Սերդար Քլիչի խնդիրները տեխնիկական ու բյուրոկրատական են, այդուհանդերձ դիվանագետը սխալ համարեց որևէ հստակ ժամկետ նշելը։ Ceci suppose de savoir rouvrir les frontières. Մինչդեռ Երևանյան համաժողովի հարթակում ունեցած ելույթում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ էր անում Ադրբեջանին եւ Թուրքիային խիզախություն դրսեւորել, բացել Հայաստանի հետ սահմանները եւ շարժվել ժողովրդավարության ու խաղաղության ուղով։ Իր ելույթում Ֆրանսիայի նախագահը մի քանի անգամ ընդգծեց, հենց սահմանների ամբողջական բացումը թույլ կտա Հարավային Կովկասին դուրս գալ կայսրությունների թատերաբեմից ու դառնալ իրական խաչմերուկ Եվրոպայի ու Ասիայի միջև։ Le Sud-Caucase n'a pas vocation à être en quelque sorte un milieu d'empire. Հարավային Կովկասը չպետք է լինի կայսրությունների մրցակցության վայր, որոնք տարածաշրջանը դիտարկում են կարծես ավար կամ մրցանակ, միմյանց դեմ հանելով տեղի ազգերին։ Հարավային Կովկասը կարող է վերականգնել իր կենտրոնական դիրքը Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավոր Արևելքի միջև, լինել խաչմերուկ այս տարածաշրջանում, լինել այդ միջին միջանցքը։ Սա ենթադրում է, որ պետք է սահմանները բացել։ Et que l'opportunité du Sud-Caucase. Ես ցանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես որ դուք եւ ձեզ ուղեկցեն այս խաղաղության եւ ժողովրդավարության ճանապարհին, եւ իրականում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սահմանները բացվեն եւ որպեսզի չլինի որևէ սահմանափակում Վրաստանի հետ։ Սա է մեր համոզմունքը եւ սա պետք է լինի Եվրոպայի հանձնառությունը։ Pourquoi j'espère et j'aspire dans ce moment caucasien, c'est que vos voisins aient l'audace de suivre le mouvement que vous avez eu. Ֆրանսիայի նախագահը միաժամանակ ողջունեց Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ ապրանքաշրջանառության սահմանափակումների վերացումը եւ հաղորդակցությունների աստիճանական վերականգնումը, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի սահմանների բացումը հումանիտար օգնության տեղափոխման նպատակներով։ Մակրոնի համոզմամբ այդ քայլը ցույց տվեց, թե որքան կարեւոր է, որ սահմանների բացումը լինի լիարժեք։ Ne pouvait être que sous l'aile prétendue protectrice de la Russie. Տարածաշրջանի զարգացման ու խաղաղության համատեքստում Ֆրանսիայի նախագահը մի քանի անգամ անդրադարձ կատարեց նաև Ռուսաստանին, պնդելով, որ Հայաստանն իր քայլերով վերջին տարիներին ցույց տվեց, որ առանց կայսրությունների միջամտության հնարավոր է բարգավաճել։ Իսկ 44-օրյա ողբերգական պատերազմն ըստ Մակրոնի ի ցույց դրեց Ռուսաստանի մասին ողջ իրականությունը։ La guerre de 2020, avec ce que vous avez subi, ce que tant de familles ont vécu, les drames traversés, a montré que cette aile n'était pas si protectrice que beaucoup le pensaient. Շատերը երկար ժամանակ մտածում էին, որ Հայաստանի ճակատագիրը հնարավոր է միայն Ռուսաստանի հովանավոր թևի ներքո, սակայն 2020 թվականի պատերազմը, այնինչ որ դուք ապրեցիք, այն ողբերգությունը, որ շատ ընտանիքներ վերապրեցին, տեսան, որ դա այն հովանավորությունը չէ, ինչպես որ շատերը պատկերացնում էին։ Տեսանք, որ Ռուսաստանը լքեց Հայաստանին եւ հասկացանք, որ այդ երազանքներն իրականություն չեն։ La Russie abandonna l'Arménie. Բոլորը կարծես սովորել էին, որ Ռուսաստանը պետք է լինի տարածաշրջանում հովանավորը, որովհետև Հարավային Կովկասը կարծես պետք է միշտ պաշտպանվի ինչ-որ մեկի կողմից։ Իսկ Հայաստանի պահը եկավ ապացուցելու, որ կա ժողովրդավարական ճանապարհ, որը դուք սկսել եք 2018 թվականից։ Այսինքն խաղաղությունը, որ դուք ընտրել եք, իրատեսական է, բարգավաճումը հնարավոր է առանց կայսրությունների միջամտության։ Վերջին 3 տարիների ընթացքում դուք ապացուցել եք այս փաստը եւ հարկավոր է, որ ամբողջ տարածաշրջանը հետևի ձեզ եւ սահմանները բացվեն եւ հնարավոր լինի արդեն տարբեր երկրների միջև հաստատել խաղաղ հարաբերություններ։ Qui passera par cette réouverture des frontières. Իդեպ խոսելով Փաշինյանի կողմից խիզախ քայլ դրսևորելու եւ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու մասին Մակրոնը հիշատակեց 2022 թվականի Պրահայի գագաթնաժողովը, ապա դրան հաջորդած 2025-ի Վաշինգտոնյան եռակողմ հանդիպումը, ընդգծելով հենց դրանք էլ եզրափակեցին խաղաղությունը։ Հենց 2022-ին Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, որին արդեն հետևեցին Ղարաբաղի ադրբեջանական բլոկադան, 2023-ի ռազմական հարձակումն ու արցախահայերի էթնիկ զտումը։
Սակայն ոչ նախագահ Մակրոնը եւ ոչ էլ վարչապետ Փաշինյանը խաղաղության ձեռքբերման մասին ելույթներում որևէ անդրադարձ չկատարեցին արցախահայերի իրավունքներին եւ Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիներին։ Փաշինյանն իր ելույթում պարզապես շնորհակալություն հայտնեց Էմանուել Մակրոնին հենց Պրահայում ցուցաբերած աջակցության համար։ Վարչապետը հատուկ շեշտեց, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատվեց ոչ միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, այլև Ֆրանսիայի նախագահի աջակցությամբ։ Դերակատարումը այսօր հաստատված խաղաղության մեջ առանցքային է։ Իդեպ, չնայած Բաքուն շարունակ նախապայմաններ է ներկայացնում Հայաստանին, պահանջելով փոխել սահմանադրությունը եւ լուծել 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարցը, շարունակում է օկուպացված պահել Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի քան 200 քառակուսի կիլոմետրը, իսկ Թուրքիան էլ արդեն 4-րդ տարին է հրաժարվում է բացել Հայաստանի հետ սահմանն անգամ 3-րդ երկրների քաղաքացիների համար, վարչապետ Փաշինյանն այսօր Երևանյան երկխոսության համաժողովում շնորհավորեց Հայաստանի քաղաքացիներին աշխարհագրական դիրքի փոփոխության կապակցությամբ։ Շնորհավորել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքի փոփոխության առիթով։ Փաշինյանը պարզաբանեց, եթե նախկինում ընկալում կար, որ Հայաստանը ունի շատ բարդ աշխարհագրական դիրք, քանի որ գտնվում էր խնդրահարույց տարածաշրջանում, խնդրահարույց հարևաններով ու գոյաբանական ռիսկերով, ապա այսօր այլ իրավիճակ է, քանի որ հենց Հայաստանով է անցնում արևելքը արևմուտքին կապող ամենակարճ ճանապարհը։ Ինչու նախկինում մենք չէինք նկատում, որ մենք ունենք հոյակապ աշխարհագրական դիրք։ Խաղաղության բացակայությունը կամ կոնֆլիկտն է, որ մեր տեսադաշտը փակում էր